ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը պաշտոնապես փակվեց ազդարարելով մի ամբողջ ռազմաքաղաքական դարաշրջանի ավարտը։ Մինսկի խումբն ուներ ինչպես թերություններ, այնպես էլ հիմնարար արժանիք այն Ղարաբաղյան հակամարտության մեջ ներկա էր պահում Միացյալ Նահանգներին եւ Ֆրանսիային որպես համանախագահներ, թույլ չտալով Մոսկվային խնդրի կարգավորման մանդատն ամբողջությամբ մենաշնորհել։ Խնդիրն այն է, որ Մինսկի խմբից մեր սպասումները հասարակական, քաղաքական շատ ավելի մեծ էին, քան Արևմուտքի իրական քաղաքական կամքը, կարողությունը, ցանկությունն ու ռեսուրսները թույլ էին տալիս։ 2008 թվականի մայենդորֆյան հայտնի հանդիպումից սկսած ձևավորվեց զուգահեռ մաքուր ռուսական հարթակ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։ Սկսվեց մրցակցություն բազմակենտրոն Մինսկի ֆորմատի եւ ռուսական միակենտրոն միջնորդության միջև։ Հեղափոխությունից հետո 2018-ին ամենաբարձր մակարդակով Հայաստանը հնչեցրեց հետևյալ թեզը. եթե Ռուսաստանը չուզի, Կովկասում պատերազմ չի լինի։ Հենց այդ համոզմամբ մենք փաստացի ճանաչեցինք Ռուսաստանի ռազմաքաղաքական մենաշնորհը եւ ինքներս հրաժարվեցինք Մինսկի խմբի մանդատից, բացելով 44-օրյա պատերազմի առջև արհավիրքների դռներն ու պատուհանները։ Մինսկի խումբն այլևս չկարողացավ կասեցնել պատերազմը եւ ստացանք նոյեմբերի 9-ի ռուս-թուրքական դիկտատը։ Գործունակ լիազորված Մինսկի ֆորմատի պարագայում այդ ճարտարապետությունն այս տեսքով գրեթե անհնար կլիներ։ Այսօր ունենք երկու կարևոր հետևություն։ Եթե հակամարտության լուծման ամբողջությամբ բեռը թողնում ես մի բևեռի, մի երկրի վրա, վերջում անխուսափելիորեն ստանում ես մեծ ու շատ ցավոտ պարտություն։ Երկրորդ փաստն այն է, որ բոլոր գործընթացները, որտեղ Ռուսաստանը միակ երաշխավորն է, Հայաստանի համար փոխարինվում են ոչ թե անվտանգային ակտիվի, այլ էկզիստենցիալ ռիսկի։ Մինսկի գործընթացի ամփոփումը պետք է լինի եւ դառնա մեկնակետ։ Հայաստանի անվտանգության եւ արտաքին քաղաքական ռազմավարությունը պետք է կառուցվի բազմակենտրոն, բազմակողմ ինստիտուցիոնալ երաշխիքների վրա, որտեղ Հայաստանի սուվերեն որոշումը կախված չէ մեկ կենտրոնի, մեկ պետության կամքից կամ առավել եւս կմահաճույքից։